Ինչ է լինելու Տիգրան հետ հունիսի 7-ից հետո։ Վայոց ձորում այսօր Հայաստան դաշինքը իր քարոզարշավը այս հարցով սկսեց։ Բան այն է, որ օրեր առաջ Հայաստանի վարչապետը իրեն ուղղված հարցինի պատասխան ադրբեջանական անուններով էր նշել 3 անկլավներ։ Ինչից հետո ընդդիմադիրները պնդում էին, թե իշխանությունները հող են պատրաստում անկլավները, այդ թվում Տիգրանաշենը ադրբեջանցիներին տալու համար։ Այսօր վայոց ձորցիների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ այլևս զիջելու բան չունի Հայաստանը։ Իշխան Սաղաթելյանն էլ հիշեցրեց, որ 2021 թվականին Վայոց ձորը իր ձայնը տվել էր քաղաքացիական պայմանագրին եւ հիշեցրեց նաեւ, որ դրանից անմիջապես հետո ադրբեջանցիները հայտնվեցին ջերմուկում։ Նայեք, Հայաստանը արդեն այնքան շատ է զիջել, այլևս զիջելու տեղ չունի։ Այլևս զիջելու տեղ չունի։ Նայեք, իրենք Գիրանցում բավական մեծ տարածքներ հանձնեցին Ադրբեջանին։ Եվ ընդամենը դա երբ եղավ, արդեն ինչքան ժամանակ անցավ։ Ընդամենը 2 շաբաթ առաջ են հաստատել դելիմիտացիայի նորմատիվային փաստաթղթերը։ Չի եղել փաստաթղթեր նորմատիվային, որով դու պետք է դելիմիտացիան անես, բայց այնտեղ հողերը հանձնել են եւ հայտարարել են, որ արդեն դելիմիտացիան արել է։ Սա արդեն եւս մի քրեական գործ է, որը Նիկոլ Փաշինյանը շարակել է։ Ընդհանուր մոտեցումը պետք է որոշվի, հստակեցվի եւ ընդհանուր մոտեցման մեջ այդ որոշումը ասես ամբողջական որոշումը պետք է թղթի վրա դրվի եւ միայն վերջնական դառնալու հետո պրակտիկողի վրա պետք է անես։ Տիգրանաշենը չի կարող ինքը անցնել Ադրբեջանին։ Ուղղակի բացառում է։ Նա ցենց ուսին խփեք, ասեք հանգստացի տղա ջան ու պատասխանի մի հատ պարզ հարցի։ Ասա, որ դու Տիգրանաշենը չես պատրաստում հանձնել։ Այդտեղ էլ է կռուտի տնելու։ Գեոպոլիտիկան կատակ բան չէ։ Ռոբերտ Քոչարյանը այսօր նաև աշխարհաքաղաքական թեմաների մասին խոսեց, փաստացի նկատի ունենալով հայ-ռուսական վերջին շրջանում ել ավելի սրված հարաբերությունները։ Անդրադարձավ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Հայաստանի իշխանություններին, Հայաստանի հասցեին հնչվող կոշտ քննադատությանը եւ մեջբերում եմ նրա խոսքերից ասաց, որ այսպես բզբզելով ոչ մի լավ տեղ Հայաստանը չի հասնի։ Չնայած ռուսական կողմի կոշտ քննադատությանը բոլորովին վերջերս Հայաստանի ազգային ժողովի նախագահ Արեն Սիմոնյանն էր պնդել, թե հայ-ռուսական կոնֆլիկտը հրահրում են ռուսամետ ընդդիմադիր առաջնորդները Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին եւ Սամվել Կարապետյանին ակնարկելով։ Ռոբերտ Քոչարյանը այսօր տարօրինակ համարեց, որ ընդդիմությունը այդքան ուժ եւ հնարավորություն ունի Ռուսաստանին ինչ որ բան թելադրելու համար։ Մոտ 2-3 ամիս է ասում եմ մի արեք, փորձանք բերում մեր ժողովրդի գլխին։ Գինը դուք չեք տալու, գինը տալու է մեր ժողովուրդը։ Մի պարզ օրինակ։ Լավ, Զելենսկին պարտադիր պետք է գար եւ Հայաստանի Հանրապետությունից այդպիսի հայտարարություններ աներ Ռուսաստանի վերաբերյալ։ Սա այդպիսի մեծ անհրաժեշտություն էր Հայաստանի համար։ Հայաստան դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը այսօր նաև հայտարարեց, որ իրենք ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի զրոյական կետից չեն սկսելու։ Բոլորովին վերջերս վարչապետ Փաշինյանը նաև հայտարարել էր, որ խաղաղությունը վերաբանակցելու դեպքում պատերազմն անխուսափելի է։ Մեր դիտարկմանը թե այդ դեպքում, եթե Քոչարյանը զրոյական կետից չի սկսելու իր գործընթացը, ինչպես է վարվելու խաղաղության փաստաթղթի հետ, երկրորդ նախագահը հետևյալ կերպ արձագանքեց։ Մենք ասել ենք, որ սխալ արել, որ գնացել ստորագրել այս վիճակում, բայց այնուամենայնիվ մենք պետք է համալրենք առնվազն 1-2 հավելվածով երաշիկային համակարգը ձևավորելու մասին հավելվածներով։ Սա նշանակում է մենք ավելացնում ենք, ուժեղացնում ենք, բերում ենք երաշիկային համակարգ, որ խաղաղությունը լինի հարատևելի եւ կայուն եւ երաշխավորված եւ սրա հետ միասին չենք սկսում զրոյական կետից։ Ներեցեք, երաշխիքը Ռուսաստանից է գալու։
Մենք ասում ենք հետևյալը. չի կարող լինել խաղաղության պայմանագիր առանց երաշխիքային։ Ինչ ենք մտածում այդ ուղղությամբ։ Առաջինը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հայտարարություն եւ հստակ ձևակերպված ինչ հետևանքներ է լինելու խախտողի համար։ Վատ բան է։ Ինչի պետք է Հայաստանի Հանրապետությունը այս հարցադրումը չհետապնդի այս նպատակը։ Ես չեմ հասկանում։ Երկրորդը երաշխավորող պետություններ։ Ես համարում եմ, որ շատ ճիշտ կլինի, որ լինեն եւ Միացյալ Նահանգները, եւ լինեն Ռուսաստանը, հաշվի առնելով Ռուսաստանի ազդեցությունը այս տարածաշրջանի վրա։ Եվ դա կբալանսավորի, այսպես ասենք, շահերը։ Շատ լավ կլինի, որ Եվրոմիությունը ինչ որ մի պետությունով մասնակցի, իսկ իդեալականը կլինի Ռուսաստան, Չինաստան եւ Միացյալ Նահանգներ։ Ինչ վատ բան եմ ես ասում։ Իրատեսական եք համարում։ Այո, համարում եմ իրատեսական։